Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Ուլպիանոս փաստաբանական գրասենյակի ղեկավար Հասմիկ Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր էքսպո ցուցահանդեսին մասնակցության համար եւ տաղավարային զրույցին համաձայնելու համար։ Ինչպիսին է ձեր տպավորությունը Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի մասին եւ որ տաղավարի ներքո եք դուք ներկայանում։ Տաղավարը 9-րդն է մեր Ուլպիանոս փաստաբանական գրասենյակը ներկայացված է 9-րդ տաղավարում։ Ինչպիսին են իմ զգացողությունները կամ տպավորությունները, շատ բարձր, սա ինձ համար հարթակ է, որ ավելի շատ մարքեթինգային հարթակ է, որտեղ ես ցույց կտամ իմ դիրքերը եւ իմ դիրքավորումը ընդհանուր փաստաբանական շուկայում, այսպես կարելի ասել, որտեղ փաստաբանական գրասենյակները շատ են եւ ցույց տալ այդ ամբողջ շատի մեջ քո կայունությունը, քո ճիշտ դիրքավորումը, նաեւ սա է թույլ տալու, որպեսզի ես կարողանամ իմ դիրքավորումը շուկայում ցույց տամ եւ լինեմ տպավորությունները տեսնում եմ, որ կազմակերպչական մասը շատ բարձր մակարդակով է կազմակերպված, ունենք պանելային քննարկում, ունենք բանախոսություններ, տաղավարային այցեր, նաև այս հարցազրույցը, որը եւս կլինի կամուրջ հասարակություն եւ փաստաբանական գրասենյակներ այս միջակայքում, քանի որ փաստաբանական գրասենյակները որպես այդպեսին ոչ նյութական արժեք են իրենք վաճառում։ Սա էքսպո է, որտեղ չի վաճառվում հագուստ, կահույք կամ այլ գույքեր, այստեղ վաճառվում է ոչ նյութական արժեք, իսկ ոչ նյութական արժեքը հասցնել քաղաքացուն, հասարակությանը շատ ավելի բարդ է եւ ավելի մեծ ջանքեր են պահանջում, որովհետեւ դու այստեղ պետք է հասցնես հասարակությանը քո ձիրքը, քո ունակությունները, քո հմտությունները, շուկայում քո լինելու ճիշտ դիրքավորումը, թե ինչու ես դու շուկայում եւ ինչով ունես դու առավելություն շուկայում։ Ընդ որում գործում է հետեւյալը, որ կա Red Ocean, Blue Ocean, Red Ocean-ը կա Կարմիր օվկիանոսն է, որտեղ փաստաբանական գրասենյակները, երբ որ քաղաքացին գնում է, օրինակ ասում է, ինչ արժի ձեզ մոտ ծառայությունը, արժե 100 միավոր, ենթադրենք, եւ հետո գալիս է քեզ մոտ, դու ասում ես 90 միավոր, այստեղ արդեն թրերն են գործում, հա, ով ավելի քիչ։ Իսկ ես հակված եմ այդ կապույտ օվկիանոսի տիրույթին, ով ավելի որակյալ, ավելի հմուտ է, ինչ անում է, հմտորեն է անում, ավելի կողմնորոշված է, ավելի հստակ եւ դիրքավորված է շուկայում։ Այսինքն ես կարծում եմ, որ կոնկրետ մեր գրասենյակը ինքը հենց այդ կապույտ օվկիանոսի տարածքում է, որովհետեւ մենք ցածր կամ բարձր գնային առաջարկի վրա չենք աշխատում, այլ մեր հստակ դիրքավորումը ունենք շուկայում։ Հենց այն տրամաբանության մեջ ինչպիսին պիտի լինի փաստաբանի եւ փաստաբանական գրասենյակի առաքելությունը։ Դու պետք է ունենաս դիրքավորում հստակ եւ պետք չի աշխատել միավորների վրա։ Իմ կարծիքն է դա, ես այդպես եմ կարծում, իսկ վաճառել ոչ նյութական արժեք դա շատ բարդ է, որովհետեւ երբ որ քաղաքացին վճարում է, ինքը հագուստ չի կրելու կամ լավ սնունդ չի ճաշակելու, ինքը ստանալու է քո մտքի արդյունքները եւ իրան այդ քո մտքի արդյունքը հրամցնել եւ նա ապրի բավարարվածություն, հավատացեք, շատ բարդ է։ Կարծում եմ, որ մեր փաստաբանական գրասենյակները բոլորն էլ հենց այս սկզբունքը որդեգրած առաջ են շարժվում։ Այո։ Ձեր գրասենյակը առավել շատ որ ոլորտներով է մասնագիտացած։ Նախ քաղաքացիական եւ վարչահայերական տիրույթում ենք մենք եւ վարչական մարմնի հետ իրավահարաբերություններում ենք շատ հմտացած, հողային օրենսդրություն, քաղաքաշինական փաստաթղթեր, ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, համադրումներ, կադաստրի կոմիտե, այսինքն բոլոր հողերի նույնականացում, նախկինում տրամադրված փաստաթղթերի վերականգնում, հողային բարեփոխումների եւ այդ հանրայինից մասնավոր անցումի ժամանակ տրամադրված փաստաթղթերի մասով ենք մենք շատ հմտացած, ինչպես նաև վարչական մարմինների հետ հարաբերություններում գանգատարկման հանձնաժողովներ, վարչական բարույթի լսումներ, վարչարարություն եւ քաղաքացիական հարաբերություններում բնականաբար սեփականության իրավունքի բլոկը, ժառանգության իրավունքի բլոկը եւ մի շարք այլ հարաբերություններ։ Մենք գրասենյակը միայն չի զբաղվում քրեաիրավական հարաբերություններ, ճանապարհատրանսպորտային հարաբերություններ, այս հարաբերություններում այդ չունենք այդ հմտությունները եւ այդ ցանկությունն էլ չունենք, դրա համար ես ինձ գտնում եմ, որ ես կմնամ իմ կապույտ օվկիանոսում, որտեղ այդ հմտությունները ունենք, իհարկե զարգացնում ենք, որտեղ ժամանակի հրամայականը նա է, որ դու պետք է զարգացնես այդ հմտությունները, միշտ նույն տեղում մնալը այլևս հարիր չէ եւ ճիշտ չէ ժամանակի բանով գնալը,
ընդ որում արդեն ունենք AI գործիքները, քաղաքացիների հետ բավականին բարդացել է նաև շփումը, որովհետև այդ հարցադրումը իրանք անում են AI-ին, հետո եւ դու ես սկսում բացատրել կամ տալ խորհրդատվություն կամ իրավական վերլուծություն, ասում են, այ բայց ինձ AI-ն ասեց այսպես, բավականին բարդացել է, հետեւաբար նաև այդ քո մասնագիտական աճ անընդհատ կարդալու եւ ժամանակին հետ գնալը բարդացել է եւ որpիսի դու կարողանաս իրոք որակյալ ծառայություններ մատուցել, պետք է հստակ ունենաս քո ուղղվածությունը եւ ուղղությունը։ Հասցրել եք այսօր արդեն ձեր տաղավարով հետաքրքրված այցելուներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել։ Այո, եղել են 2-3 դեպք ունեցել ենք անվճար խորհրդատվության, ընդ որում մեկ դեպքով էլ խոսեցինք, որ փաստաթղթեր էլեկտրոնային տարբերակով մեզ ուղարկենք, ուսումնասիրենք, հետո հետագայում զանգի միջոցով նաև իրենց խորհրդատվությունը կանենք։ Այո, ունեցել են 3 դեպք ունեցել են։ Շնորհակալ եմ շատ, ձեզ հաջողություն եմ մաղթում եւ գեղեցիկ տպավորություններ այսօր եւ վաղը փաստաբանական գրասենյակների էքսպոյի շրջանակներում։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ հարցազրույցի համար, մեծ բարի ընթացք։